Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունը Nairi Insurance-ը ապրիլի 10-ին տոնեց 30-ամյակը։ Տոնական երեկոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր։ Ներկայ էին 300-ից ավելի հյուրեր։ Այդ թվում Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի խոշոր ու հեղինակավոր ընկերությունների տնօրեններ, արտասահմանից ժամանած հատուկ հյուրեր։ Երեկոն շաղախված էր ազգային ոգով։ Ամեն դետալ պատմում էր հայկական ընկերության հաջողության ու սահմանված սկզբունքներին հավատարմության մասին։ 1996 թվականի ապրիլի 10-ին հիմնադրվեց Nairi 96 ապահովագրական ընկերությունը, սիմվոլիկ կապիտալով, 2-3 աշխատակիցներով ու հաճախորդների փոքր թվով։ 2008 թվականին Nairi 96-ը վերանվանվեց ու դարձավ Nairi Insurance։ Այսօր արդեն 30-ամյա ընկերությունն ունի ավելի քան 230,000 հաճախորդ եւ շուրջ 250 աշխատակից։ Հաջողակ բիզնեսը դա միայն թվերի մասին պատմություն չէ։ Հաջողակ բիզնեսը դա մարդկային հզոր կապիտալի վրա հիմնված եւ մարդկային ներուժի վրա հիմնված գործունեությունն է։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ամենօրյա աշխատանքով ուժ են տալիս մեր ծառայությունները ել ավելի լավը դարձնելու եւ այն հաճախորդներն են, ովքեր վստահում են մեզ։ Nairi-ն հայաստանյան միակ ապահովագրական ընկերությունն է, որ հեղինակավոր Moody's միջազգային վարկանիշային գործակալությունից ստացել է միջազգային վարկանիշ B1 կայուն հեռանկարով։ Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության եւ զարգացման հեռանկարների մասին։ Nairi Insurance-ը Մատենայի լավագույն եւ վստահելի գործընկերներից է։ Մեր գործընկերության հենց առաջին փուլից սկսած ակնհայտ դարձավ, թե որքան է կարևորում կազմակերպությունը, կրթությունը եւ շարունակական աճը։ Nairi Insurance-ի դեպքում գործընկերային հարաբերություն է, ոչ թե հաճախորդ եւ սպասարկող կազմակերպություն, այլ գիտակցությունը որպես գործընկերություն շատ բարձր է։ Գործընկերը պետք է շատ հարմարավետ լինի եւ հատկապես շատ պահանջկոտ հաճախորդի համար հարմարավետ, իսկ ես այդպիսի հաճախորդ եմ եւ պիտի ասեմ, որ չի եղել որևէ դեպք, որ իմ պահանջկոտությունը բավարարված չլինի։ Ընկերությունը, որը գրեթե Հայաստանի անկախ հանրապետության տարիքին է, 2025 թվականի արդյունքներով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունն է, ապահովագրավճարների ծավալով։ Ուզում եմ խոստանամ, մյուս 30 տարիների սկիզբը դնում ենք այսօրվանից եւ միասին։ Ապահովագրական բիզնեսը շատ դժվար, միևնույն ժամանակ ամենահետաքրքիր ֆունդամենտալ դեր ունեցողներից է։ Շնորհավորելով Nairi Insurance-ին նշեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը։ 30 տարվա աշխատանքը երևի թե 10 րոպեվա ընթացքում դժվար է ներկայացնել, բայց ապահովագրական բիզնեսը ամենաբարդ բիզնեսներից մեկն է եւ 30 տարի դիմակայելը, հատկապես զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, շատ դժվար է։ Nairi Insurance-ում ասում են, իրենցն էին անցած 30 տարիները եւ խոստանում, որ իրենցն են լինելու նաեւ գալիք 30-ը։